Այս պատմության մեջ կրքերը վերջնականապես թեժանում են, հասնելով եռման ամենավտանգավոր կետին։ Այսօրվա սերիան և սիրո նոր շունչ էր, և ճակատագրական հարվածների անվերջանալի շղթա, որը գլխի վայր շրջեց բոլորի կյանքերը։ Սկսենք թերևս ամենալուսավոր ու հուսադրող դրվագից։ Այս համատարած խավարի ու ատելության մեջ կարծես մի փոքրիկ լույսի շող է արթնանում։ Դավիթն ու Նարեն կրկին հանդիպում են, և այս անգամ խորհրդանշական կերպով, հենց Սուրբ Եկեղեցու դիմաց։ Երկուսի աչքերում էլ փայլում է անթաքույց ուրախություն։ Նրանք այլևս չեն էլ փորձում թաքցնել իրենց անկեղծ ջերմ ժպիտները։ Այո, սիրելի հեռուստադիտողներ, մեր բոլորի աչքի առաջ ծնվում է մի նոր, անարատ ու գեղեցիկ սիրո պատմություն, որը գուցե միակ փրկությունը դառնա։ Բայց մյուս հերոսների կյանքում ամեն ինչ գնում է դեպի անդունդ։ Վլադիմիրի մայրը հասել է հոգեբանական քայքայման վերջին եզրին։ Նա այլևս ի վիճակի չէ կրել այն ահռելի, դաժան գաղտնիքի բեռը, որն իրեն ներսից ուտում է։ Նրա տանջանքն ու վախն արդեն այնքան ակնհայտ են, որ Վլադիմիրը դա անզեն աչքով է տեսնում։ Որդին անորոշությունից խելագարվելով ամեն գնով փորձում է կորզել ճշմարտությունը։ Նա կանգնում է մոր դիմաց և խստորեն պահանջում. «Լավ կլինի հենց հիմա ասես ողջ ճշմարտությունը։ Ես հստակ գիտեմ, որ ինչ-որ մեծ գաղտնիք կա»։ Բայց մայրը քարացել է վախից, նրա շուրթերը կնքված են, իսկ աչքերում միայն աննկարագրելի սարսափ է։ Միևնույն ժամանակ Սարգսյանների և նրանց թշնամիների միջև պատերազմը նոր, շատ ավելի վտանգավոր փուլ է մտնում։ Լեոն անկանխատեսելի պատահականությամբ մտնում է Մանանի ննջասենյակ և այնտեղ հայտնաբերում մի իր, որն ամբողջովին փոխում է իրավիճակը։ Դա այն նույն բջջային հեռախոսն էր, որը Գրիշոն նվիրել էր Մանանին, և կարծես ճակատագրի խաղով հենց այդ պահին հեռախոսը զանգում է ու էկրանին փայլում է Գրիշոյի անունը։ Լեոն վերցնում է խոսափողը և սկսվում է իսկական փոթորիկ։ Զայրույթից կուրացած Լեոն ամենակոշտ բառերով սպառնում է Գրիշոյին. «Ես գլուխդ ջարդելու եմ ու վրեն ծաղիկներ եմ տնկելու»։ Այս դաժան վեճն ավարտվում է ճակատագրական պայմանավորվածությամբ։ Նրանք որոշում են հանդիպել դեմ առ դեմ։ Գրիշոն գազազած գայլի պես պատրաստվում է դուրս նետվել տանից հանդիպմանը գնալու համար, բայց նրա ճանապարհը փակում է Լեան։ Քույրը չի թողնում նրան։ Արցունքն աչքերին աղաչում և պահատում է. «Նախորդ անգամ դու հրաշքով փրկվեցիր, հասկացիր, բայց եթե այս անգամ Լեոն մահանա, ամեն ինչ անդառնալիորեն վատ է լինելու»։ Իսկ Ավոյի կյանքում վրա է հասնում հատուցման ծանրագույն ժամը։ Այն, ինչ կատարվում է նրա հետ, ուղղակի աներևակայելի է։ Նրան զանգահարում են և հայտնում աշխարհի ամենասարսափելի լուրը. Ռոզին առանց որևէ հետք թողնելու հեռացել է երկրից, իր հետ տանելով նրանց ընդհանուր երեխային։ Ավոն կատարյալ շոկի մեջ է։ Մեկ օրվա ընթացքում այսքան հարվածներ, այսքան ցավ։ Նրա ուղեղը հրաժարվում է ընդունել, որ նա գուցե այլևս երբեք չտեսնի իր դստերը։ Նա հունից դուրս է գալիս, սկսում է բարձրաձայն գոռալ ու ողբալ իր կորուստը։ Սենյակ է վազում Էռնան, փորձելով հասկանալ այս խելագարության պատճառը։ Բայց Ավոն շարունակում է լռել ու թաքցնել ճշմարտությունը։ Բայց այս սերիայի ամենաուժեղ, նոկաուտի ենթարկող հարվածը պահված էր վերջին վայրկյանների համար։ Ռոզին, որպեսզի վերջնականապես խառնի բոլոր խաղաքարտերը, իր և Ավոյի բալիկի լուսանկարն ուղարկում է անմիջապես Հունանին, հաղորդագրության մեջ գրելով ամենացնցող նախադասությունը. «Սա իմ և Ավոյի երեխան է»։ Հունանը տեսնելով լուսանկարն ու հաղորդագրությունը քարանում է։ Նա կատարյալ շոկի մեջ է, գիտակցելով, թե ինչեր է թաքցրել Ավոն իրենց թիկունքում։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչպես եք կարծում, ինչ դաժան քայլերի կդիմի Հունանը հիմա, երբ իմացավ Ավոյի և Ռոզիի երեխայի մասին։ Արդյոք Գրիշոյի և Լեոյի նոր հանդիպումը կավարտվի ևս մեկ ողբերգությամբ, և Վլադիմիրի մայրը կդիմանա արդյոք իր գաղտնիքի ծանրությանը։ Անպայման գրեք ձեր կանխատեսումները մեկնաբանություններում։ Մենք ուշադիր կարդում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքը։